Հայաստանի վարչական դատարանում ընթացել է Տաշիր կապիտալն ընդդեմ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործով նոր դատական նիստ։ Նիստում քննարկվել է Տաշիր կապիտալի փաստաբանական խմբի կողմից ներկայացված լրացուցիչ վճիռ կայացնելու մասին միջնորդությունը։ Դատարանը վճռի պատճառաբանական մասում ըստ էության արձանագրել է, որ հանձնաժողովի կողմից հեծի լիցենզիայի դադարեցման 7 առանձին հիմքերից 4-ի դեպքում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը եղել է ոչ իրավաչափ։ Դատարանը պատճառաբանական մասում հստակ արձանագրել է, որ օրինակ 4 կետերի մասով հանձնաժողովը ոչ իրավաչափ է գործել, սակայն վճռի եզրափակիչ հատվածում այդ մասին անդրադարձ չկար։ Վճռի եզրափակիչ մասում ընդհանրապես գրված է, որ դատարանը գտնում է, որ հայցը ենթակա է մերժման։ Դատարան ներկայացված միջնորդությամբ փաստաբանները խնդրել են վճռի եզրափակիչ հատվածում հստակ արձանագրել հանգամանքը, որպիսի բողոքարկման փուլում վիճարկեն ոչ թե ամբողջ վճիռը, այլ միայն չբավարարված 3 կետերի մասով, որոնք փաստացի վերաբերում են 2 ենթադրյալ խախտումների։ Բաժանորդագրվեք Արմադ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։